Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, թող Սուրբ Հոգին գա, որպեսզի բացի յուրաքանչյուրիս միտքը, ես խնդրում եմ Աստծուն, աղոթում եմ հենց դրա համար, որպեսզի այնտեղ, որտեղ որ կգնա նրա խոսքը, այնտեղ նրա ներկայությունը լինի, մենք սկսել ենք խոսել Աստծո արքայության մասին և կշարունակենք այդ թեման դեռ որոշ ժամանակ, բայց այն, ինչ որ ես կցանկանայի ձեզ ասել, դա հաջորդն է, դուք պետք է հասկանաք, Հիսուսը նա է, ով եկել է այս աշխարհ, որպեսզի թագավորի, և նրա թագավորության իմաստը դա ինչ որ կառավարչի տեղը վերցնելը չէ, ոչ մի կերպ, նա եկել է, որպեսզի թագավորի մարդկանց սրտերում, և դուք արդեն գիտեք, թե ինչպիսին է մարդկային սիրտը, մարդկային սիրտը հաճախ սխալ ցանկություններ է ունենում, այն փչացած է և միշտ փորձում է ապստամբել Աստծո կամքի դեմ, և Տեր Հիսուսը ցանկանում է թագավորել հենց այդպիսի սրտում, որպեսզի ուղղորդի մեր սիրտը, մեր ցանկությունները ըստ իր կամքի համաձայն։ Աստված իր մարգարեի միջոցով արդեն ասել է, որ մեզ նոր սիրտ է տալու, և մարդիկ ստանում են այդ նոր սիրտը Սուրբ Հոգու մկրտությունից հետո։ Երբ մարդիկ մկրտվում են Սուրբ Հոգով, նրանք լրիվ նոր սիրտ են ստանում, սիրտ, որը հասկանում է Աստծուն և փորձում է հետևել նրա կամքին, այնպիսի սիրտ, որը խոնարհվում է Աստծո խոսքի առաջ։ Ես գիտեմ, որ դա շատ դժվար է, կան շատ մարդիկ, ովքեր նույնիսկ կասեն. «Եպիսկոպոս, ես երևի Պողոս առաքյալի նման եմ, չեմ անում այն, ինչ որ ուզում եմ, այլ անում եմ այն, ինչ որ չեմ ուզում, որովհետև իմ սրտի ցանկությունները խանգարում են ինձ, և իմ սիրտն ընդհանրապես հնազանդ չէ, փոքր երեխայի նման բղավում և ցանկանում է իր ուզածին հասնել։ Եվ այո, մեր մարդկային սիրտը հենց այդպիսին է։ Ես ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք, այս աշխարհում, երբ Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն և մեղք գործեցին, այդ պահից սկսած ամբողջ աշխարհը, որն ի սկզբանե նրանց իշխանության տակ էր, փոխանցվեց նրան, ով որ իրենց մեղքի էր դրդել։ Եվ իհարկե դա Սատանան է, նա, ով իր կարողությամբ, իր խաբեությամբ կարողացավ Ադամին և Եվային համոզել, որպեսզի նրանք ինքնակամ ամբողջ իշխանությունը փոխանցեն իրեն։ Այն, ինչ որ մենք հիմա տեսնում ենք աշխարհում, դա Սատանայի արքայությունն է։ Այն պահից սկսած, երբ Ադամն ու Եվան դուրս եկան Աստծո դեմ, աշխարհը և ամբողջ իշխանությունը փոխանցվեց Սատանային։ Կարող ենք ասել, որ այս աշխարհը շարունակվել է հիմնվելով Ադամի և Եվայի Աստծո դեմ ապստամբության վրա։ Երբ Աստված ստեղծեց մարդուն, ստեղծել էր արդեն Եդեմի պարտեզը, նա սպասում էր, որ մարդուց կծնվի հնազանդ և խոնարհ իր խոսքին մարդկություն, բայց այն պահից սկսած, երբ իրենք ինքնակամ փոխանցեցին ամեն ինչ Սատանային, այդ պահից սկսած աշխարհը փոխվեց։ Եվ արդեն ոչ թե նրանք էին իշխում, այլ Սատանան։ Հենց դա է պատճառը, որ շատ մարդիկ ասում են. «Ես ուզում եմ հետևել Հիսուսին, ուզում եմ կատարել նրա կամքը, բայց ինձ համար դա շատ դժվար է։ Ինձ համար դժվար է, որպեսզի միշտ Աստծո կամքին հետևեմ»։ Շատերը ասում են նույնիսկ, որ նրանք ունակ չեն Աստծո կամքը կատարելու, իսկ ինչ որ չեն ուզում անել, հենց դա էլ մշտապես անում են։ Դրա պատճառն այն է, որ մարդիկ գտնվում են իրենց սրտի իշխանության տակ։ Սիրտը իշխում է մարդկանց այսօր։ Ես ձեզ մի բան կասեմ, իմ ընկերներ։ Ես շատ վստահ եմ,
Եվ գիտակցելով եմ սա ասում, բոլոր նրանց, ովքեր ուզում են հետևել ճշմարտությանը, ովքեր ուզում են ապրել և կատարել Աստծո կամքը։ Այս աշխարհում գոյություն ունեն ընդամենը երկու արքայություններ. Աստծո արքայությունը, այսինքն լույսի արքայությունը, և խավարի, սատանայի արքայությունը։ Եվ հարցը սրանում է. կամ մենք ապրում ենք Աստծո արքայության մեջ, լույսի արքայությունում, և ծառայում ենք նրան, կամ էլ մենք ապրելու ենք խավարի արքայության մեջ, և ծառայելու ենք սատանային։ Այլ կերպ չի լինում, և երրորդ տարբերակ գոյություն չունի։ Եվ այս հարցը բոլորին է ուղղված. Ո՞ր արքայության մեջ եք դուք ապրում։ Երևի շատերը կասեն. ոչ, ես իհարկե լույսի արքայության մեջ եմ ապրում։ Բայց դուք դա կարող եք հասկանալ միայն այն ժամանակ, երբ նայեք ձեր կյանքին և մտածեք. ում կամքն եք դուք կատարում։ Լույսի արքայության, թե խավարի։ Եթե դուք կատարում եք լույսի արքայության կամքը, դուք Աստծո արքայության մեջ եք ապրում, որովհետև այդ արքայությունը, և ինչպես նաև սատանայի արքայությունը, դրանք հոգևոր և անտեսանելի արքայություններ են։ Եվ կարևոր է իմանալ, ոչ ոք չի կարող մի քիչ գտնվել Աստծո արքայության մեջ, մի քիչ էլ սատանայի։ Դա անհնար է։ Կամ մենք Աստծո արքայության մեջ ենք, կամ էլ սատանայի։ Եթե մարդիկ ասում են. ես մի քիչ այնտեղ եմ, մի քիչ այստեղ, ուրեմն նրանք սատանայի արքայության մեջ են, որովհետև դուք չեք կարող ձեր կյանքը մի քիչ տալ Աստծուն։ Աստված ընդունում է միայն այն ժամանակ, երբ դուք տալիս եք ձեր կյանքը 100%-ով։ Ուրեմն ուշադիր եղեք։ Հարցրեք ձեզ, ում կամքն եք դուք կատարում։ Աստծո կամքը, թե սատանայի։ Այդպես էլ դուք կիմանաք, թե ում արքայության մեջ եք ապրում։ Եվ դա իմանալը շատ հեշտ է։ Ուղղակի հարցրեք ինքներդ ձեզ. Եպիսկոպոս, ես երբեմն Աստծո կամքն եմ կատարում, երբեմն սատանայի, բայց ես հաստատ Սուրբ Հոգուն ունեմ։ Իմացեք, ովքեր որ իրականում ունեն Սուրբ Հոգուն, նրանք Աստծո արքայության մեջ են գտնվում և միշտ ձգտում են կատարել Աստծո կամքը, ոչ թե սատանայի։ Ուղղակի անհնար է։ Եթե դուք մտածում եք, որ դուք ունեք Սուրբ Հոգուն, որ դուք ապրում եք Աստծո արքայության մեջ, բայց դուք գոհացնում եք միայն սատանային։ Դուք կատարում եք նրա կամքը, ոչ թե Աստծո։ Այդպիսի բան չի կարող լինել։ Ուրեմն մենք հասկացանք, որ կան այդ երկու արքայությունները, և նրանք միմյանց հետ չեն համագործակցում։ Նրանք երբեք միասին չեն լինում։ Պատկերացրեք, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է, դուք հավատարիմ եք Աստծուն, ձեր ընտանիքում ամեն ինչ կարգին է, բայց կա մի խնդիր։ Չնայած այն ամենին, որ դուք հավատարիմ եք Աստծուն, որ դուք ծառայում եք նրան, դուք գտնվում եք նրա արքայության մեջ։ Հնարավոր է ձեր ամուսինը կամ ձեր կինը ապրում են խավարի արքայության մեջ, այնտեղ, որտեղ խաբեություն, անհնազանդություն և դավաճանություն է։ Եթե դուք անցել եք դրա միջով, դուք կարող եք գիտակցել, հասկանալ այն ցավը, որը գալիս է դավաճանությունից։ Ով կարող է ասել այսպես. ես սիրում եմ, երբ ինձ դավաճանում են։ Ոչ մի մարդ էլ այդպես չի ասի։ Մարդիկ չեն սիրում, երբ իրենց դավաճանում են։ Եվ նրանք, ովքեր ապրում են Աստծո արքայության մեջ, նրանք նույնպես ատում են և չեն ընդունում դավաճանությունը։ Եվ եթե մենք, մարդիկ, կարող ենք ատել դավաճանությունը և չընդունել այն, պատկերացրեք ինչ է զգում Աստված, ով տվել է մեզ համար իր որդուն։ Հիսուսը մահացել է մեզ համար, և այսօր շատերը հրաժարվում են նրանից, չեն ընդունում նրան։ Ուղղակի մտածեք,
Ինչպես Աստված իրեն պետք է զգա։ Եթե մենք անընդհատ խաբում ենք նրան, եթե սխալ կյանք ենք ընտրում։ Էլ ինչ եք ուզում, որպեսզի նա անի։ Աստված արդեն ամեն ինչ արել է։ Ինձ համար, ձեզ համար, Աստված բոլորիս համար ամեն ինչ արել է։ Նա մեզ այնքան է սիրել, որ զոհել է մեզ համար իր որդուն, տվել է մեզ համար իր ամենաթանկարժեքը։ Բայց մինչև այսօր շատերը չեն ընդունում նրան։ Մտածեք սրա մասին և հասկացեք, որ ոչ բոլորն են ապրելու Աստծո արքայության մեջ, և դա շատ ցավալի է։ Աստծո արքայությունը խաղաղության արքայություն է, իսկ նրանց մասին, ովքեր խավարի արքայության մեջ են ապրում, Աստված ասել է, որ ամբարիշտները խաղաղություն չունեն։ Ովքեր են այդ մարդիկ։ Նրանք, ովքեր ծառայում են խավարի արքայությանը։ Նրանք ամբարիշտ են։ Նրանք խավարի մեջ են և չունեն խաղաղություն։ Բայց այն մարդիկ, ովքեր Աստծուն են ծառայում, նրանք չեն կարող խաղաղություն չունենալ։ Եթե դուք խաղաղություն չունեք, դա նշանակում է, որ Աստծո արքայությունը դեռ չի մտել ձեր կյանք։ Դուք դեռ չեք ընդունել նրա ներկայությունը։ Դուք դեռ այդ որոշումը չեք կայացրել, որպեսզի տաք ձեր կյանքը և ստանաք Աստծո ներկայությունը։ Որովհետև այդ որոշումը նույնպես մենք ենք կատարում։ Մենք ենք որոշում գտնվել Աստծո արքայության մեջ, թե սատանայի։ Հիսուսն արդեն ասել է. Աստծո արքայությունը ձեզ է հասել։ Էլ ինչ եք ուզում, որ լինի։ Եթե Աստծո արքայությունն արդեն մոտ է, եթե մնացել է միայն որոշում կայացնել և մտնել այդ արքայություն, դրա համար դուք պետք է ուխտ անեք Աստծո հետ։ Դուք պետք է ձեր սիրտը նրան տաք, ձեր ամբողջ կյանքը, որպեսզի նա ձեզ նոր սիրտ տա և նոր կյանք։ Շատ լավ, իմ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Թող ձեր այս շաբաթն օրհնված լինի։ Եվ երբ դուք ծառայության ժամանակ կլինեք, աղոթելիս կլինեք, կամ Աստծո խոսքը կարդալիս, աղոթում եմ, որպեսզի Աստծո ներկայության մեջ մտնեք այդ ժամանակ, և որպեսզի շարունակեք միշտ Աստծո ներկայության մեջ մնալ։ Այդ օրվանից մինչև ձեր կյանքի վերջ։ Շատ լավ, իմ ընկերներ։ Մինչ մյուս հանդիպում։